Բարելույս ժողովուրդ, ինչ լավ է գրավել շարունակումը հետևել բարի առավոտ ծրագրին, որովհետև Արցախյան զրույցները շարունակվում են եւ սոր տաղավարում հյուրընկալալ ենք Սիս բնակավայրի երգի եւ գիտարի խմբակի ղեկավար Յանա Դավթյանին։ Յանան նաեւ Արցախում Իլալա Մռակած պետական կամերային երգչախմբի աշխատակից, ինչպես նաեւ մենք ենք մեր ցարերը երգի բարի պետական համույթի մեներկչուհի, ուսոր Յանան նաեւ հանդեսակյամ ու խոսելու է Սիս համայնքի մասին, Սիս բնակավայրի մասին Յանա, բայց մինչ հատ ուզում քեզ շնորհակալություն ասի մեր հրավերն ընդունելի հետի եւ իհարկե քեզ ուրախում շատ, որ դու քեզ փորձում ես գտնես ստեղ եւ հենց մշակույթի ոլորտում ես շարունակում աշխատելը, շատ դժվար է որ մարդիկ իրենց մասնագիտությամբ ստեղ շարունակին, բայց ուրախում որ նաեւ քո մոտ դա հաջողվալ է։ Բարի ձեզ։ Ինչ կա լավս։ Լավ, հենց ամեն կուճուր լարվածություն կա, բայց մունք այդ լարվածությունը էսատիսուն կնան, դե պարզա եթերում, տաղավար եւ այլն, բայց սոր մունք խոսելու ենք Յանաքու սիրած գործի մասին։ Սոր խոսելու ենք ու մասին եւ խոսելու ենք այն Արցախի մասին, ինչը դուք ու մեջ տանում ես տարիներ շարունակ պահում ես ու ինչու՞ չէ նաեւ խոսում ես դրա մասին։ Ու առաջին հերթին ուզում խոսենք հենց այդ Սիս բնակավայրի երգի եւ գիտարի խմբակի մասին։ Ոնց է տարավ այդ խմբակը ձևավորվալա Իլալա թատուկը կստեղծա եւ այլն մի քիչ պատմի հիմա դրա մասին։ Արտագաղթից հետո վեր եկալ ենք Հայաստան, բնակություն ենք հաստատած ժամանակավոր Մասիս համայնքում։ Ու հանց դրալա վեր Ղարաբաղ եկեղեցում ծառայելավ։ Եկալ եմ մի անգամից քեցամ եկեղեցի։ Ու սախ այդ ճանապարհը գաղթին կելիս անընդհատ աղոթելիս մլալ վեր հանկարծ չկտրվի Աստծուց հավատս կուրցունին վեճ ու դիել տրալա վեր եկալım գիտում չում հունց հատի տրալ մի անգամից պապա մաշինը քշելա եկալ թուշին եկեղեցուն ռաչին կաղնալ այդ Մասիսա մասին հա ու դեռնի մտալ եկեղեցի մի անգամից ինձ տեսնելավ հասկացան վեր Արցախիցում գիտում չում հունց հատի տրալ սրբազանն ու թեմի առաջնորդը մենգել քահանան մոտիկացալ խոսալ ստի վերգիտացան եկեղեցուն այդ կապվածում շատ են սկսալ բանանելը վեր կտրվին վեճ եկեղեցուց ու հենց տեատրալ վեր թեմի առաջնորդը Մասիսա ինքնա բարեխոսալ առաջարկալ վեր արտադպրոցական խմբակներ ապեցվում Սիս բնակավայրում պահանջ կա երգի խմբակի, եթե ցանկություն ունիմ, ես զբաղվեմ դրանով։ Դե ինչ են իսկ պիտի ընդունիս այդ առաջարկը։ Քանի որ ինձ էլ հա շատ հարազատ է իլել առաջարկը, դժամին պատար իմ ոլորտից շեղում է իլել, որովհետև ես սա կյանքում իլել եմ որպես երգչուհի ջութակահարուհի մասնագիտությամբ ու մենք պիտի գործունեի որպես խմբավար։ Մենք ուջիր վխեցալ եմ տեղ, բայց իմ տարիների փորձը երգչախմբում երգելով խմբավարներին այդ առաջնորդվելով այնվեր մեր Մարին Սերգեևնային տված շկոլավը ստի փորձալ եմ համաձայնվիմ նամանավանդ վեր այդ համայնքում շատ եմ կարիք զգացալ խմբակի դե համաձայնվալ Իսկ բնակություն չտեղեք հաստատալ, դուք Մասիսը կգին։ Բնակությունս Մասիսա, հա, Մասիսում հաստատval, դա էլ կողքի շենակուճիրլի, վերջեցի։ Շատ, իսկ Սիսում հիմա պետք գրալ, այսինքն երգի եւ գիտարի խմբակ, խյատի կոչվում։ Եթե դու ասում ես երգ, խմբավար, բա գիտարը։ Գիտարան դիավեր խմբակը վերպեցին գրալ Պերվինաց զգացալ ենք շատ կարիք գործիքի իսկ ընդեղ այդ շենումը իլել չի հանց դրալա վեր մենք ենք մեր սարերից իմ կոլեգաս եկալա օգնության Մարատ Բալայան ինքը իրան գործիքներավը իրան սինտեզատորավը իրան դինամիկներավը եկալա սկզբից կամագերալ վեր երգչախումբը հիմնվե ձևավորվե Հետո ուրան կողմից առաջարկիլալ, քանի որ ինքը նաև տիրապետում է գիտարի, նաև ավելի ծավալվինք, երգչախումբը մծցնինք ոլորտներինի պատար, դիել Քանի խոհակա մենք խմբակումը։ Մենք խմբակում ունենք 18 խոհա։
18-ը եւ երգում են եւ գիտարի վրա են նվագում։ 4 խոխա գիտարն նվագում, մնացածը երգում են, երգչախումբը։ Եվ ինչքան ժամանակ ավեր ձևավորված է դա։ Ուրեմն եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան հիմնադրամ գոյություն ունի, վերը նաեւ զբաղվում է արտադպրոցական խմբակներով, պահանջարկ է իլալ տարբեր բնակավայրերում ամենտեղ մի խմբակ, երգի խմբակ, երաժշտական 4 խմբակներ, ֆուտբոլ, բար։ Կոնկրետ այդ բնակավայրում պահանջարկը իլալա հիմնականում երգի ու հիմնադրամը դիմալակ հիմնադրամին, այսինքն հիմնադրամին այդ միասին հիմնադրամի աջակցությամբ, հա։ Ավելի շատ հիմնադրամն է կարիքները գնահատելով, հա, եկալ դրան վեր այդ բնակավայրը զգում է երգի խմբակի կարիք, իրանց հովանավորությամբ էլ։ Իսկ այդ բնակավայրում կամ այդ խմբակի մասնակիցներից այդ դպրոցում կան Արցախից տեղահանվածներ։ Հա։ Հենց խմբակի մասնակիցներ խմբակում էլ ունենք, հա, գյուղում էլ կան շատ արցախցիներ, խմբակում ունենք 5 հոգի արցախցի ունենք, հա։ Իսկ այդ 5 երեխաների եւ մյուս սիս բնակավայրի երեխաների ինտեգրացիան ոնց է ընթացքում հենց խմբակումը։ Շատ լավ, ասիմ ավելին, այնքան լավ, վեր մեր արցախցի խոխորցնը հետ խոխերքը նիլալ վեր տիժերը նիլալ հարմարվելիս լեզվին, մայրենի լեզվին, դպրոցի դասատուները խնդրալն վեր իրանցն հետ հիմնականում խոսի մեր բարբարավ ու վեր իրանցն է սկսալում անընդհատ մեր բարբարավ խոսելը, մնացած շենի խոխերքը մինոր ինձ խնդրում են ասում են կլինի խոսիկ ծեր բարբարավ, թույլ տակ մունքեր սվերինք ծեր բարբարը, որովհետև շատ խայշանգյա, շատ հարազատ է ու մենք տեսին ընթացքը հիմնականում խոսում ենք մեր բարբարավը, շատ ջերմ ընդունում են, շատ թածնողների կողմից, դասատուոցի կողմից։ Շատ լավ, իսկ այդ խմբակի բացի այդ կրթական ծրագրերից բացի փորձում եք խոխորձի ինչեր այդ միասնականությունը, ինչեր ծրագրեր անել, ժամանց կազմակերպել ուրն հետ, վեր իրանց այդ ավելի միավորվի։ Հիմնականում նպատակը այն է վեր ճինանչին մեր հայ կոմպոզիտորներին շեշտը տիրեցա ծրագիրը հիմնականում կոմիտաս ենք երգում, մենք փորձում ենք ավելի շատ ազգագրություն, մի մած ծրագիր ենք ըրալ երգչախմբի խոխերքը հիմնականում 6-ից 9 տարեկանն ու փորձանք իրանցնի հետ սվերինք պատարակ, վեր ինին նաև եկեղեցուն մոտիկ, շատ տիժեր, բայց մծ ուրախությամբ գրեցան խոխերքը հաղթահարին նման տիժեր ծրագրեր, փորձում ենք պահինք մեր հայ ինիլը, մեր արմատներին կպածին, հոգևոր, պատմական, ազգագրական, ոսեմ հենք գործ ընկանում բուն ազգագրական ու հայրենասիրական ծրագրին իրան։ Իսկ համերգային ծրագրեր ունեցալ եք արդեն։ Արդեն հա, 2 ծրագիր ունեցալ ենք, Այմ ինտերնեն մայիսից է սկսվել ծրագիրը, եկալ ենք նոր տարուն մի հատ տոնական Անդրանիկ համերգ տվաստի, հետո տարեվերջին որպես տվալ ենք հոգևոր ծրագիր, մենք պատրաստվում ենք 3-րդ համերգը վերինանը հայրենասիրական ու ազգագրական բնույթի։ Շատ լավ, ու այդ ամեն ինչն էլ դու եւ Մարատը Բալայան միասին ձեր համատեղ ուժերի ջանքերի արդյունքն է։ Հա։ Շատ լավ։ Յանա, եւ ընդհանուր վերստեստի խոսում ենք մեր այս կոնկրետ այն գործի մասին, ինչը դու ուսեմ ենք զբաղված ես, այդ թվում նաեւ Մարատը, իդեպ մեզանից ողջույնի եւ էլի ստի ողջավորության, շնորհակալության խոսքեր անպայման կփոխանցի Սյուրյան։ Հեչ Արցախում ապրելու ընթացքում մտածալ եք վեր կարողան մի օր գտնվիկ Արցախից դուրս եւ ավելի կոնկրետ սիս բնակավայրում։ Չէ։ Չէ։ Խե, մի քիչ ավելի Չէ, որովհետև գիտում չում արմատներով շատ խորնում իլել կպած իմ հողից, թա իմ գործից բնույթավը վերջին տարիներին վեր սկսալում երգել ազգագրական երգչախմբում ավելի իմ խորացալ, ավելի իմ սկսալ սիրել իմ հողս, սիրել իմ շատ մեր բարբարավ երգերը ու ոչ մի վաղ չեմ պատկերացրալ ինձ Արցախից դուրս։ Իսկ սոր քեզ ինչնա ուժ տալ։ Հույսն ու հավատը։
Այն վեր գործունելով, հույսով, հավատով ու սպասումով վեր մի նոր քինեն ընկի հետ։ Շատ լավ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու հետի եւ շնորհակալություն վեր ցիս բնակավայրում հենց այդ ծրագիրը ստանձնալը կատարումը, որովհետեւ կարծես թե հիմա փորձում ենք ավելի շատ կենտրոնանալ մայրաքաղաքում Երևանում, բայց պիտի նաեւ գիտակցենք վեր համայնքները կարիք ունին նույնպես ուշադրության, վեր անպայման կա, բայց այս դեպքում ուշադրություն վեր արցախցիներն էլ ընդգրկված են, խոսքը հենց Արցախի այս գիծն փորձում պահում արցախցիներն էլ ընդգրկված են այդ զարգացման, այդ ծրագրերի իրականացմանը։ Ապրիս, դե ամեն դեպքում սպասում ենք էլի տարբեր հաջողությունների եւ իչու չէ նաեւ համերգային ծրագրերի հրավերների։ Սիրով։ Շատ լավ։ Շնորհակալ։ Այսպեսին էր մեր Յանա Դավթյանը, ով իր գործընկերոջ Մարատ Բալայանի հետ շարունակում է ակտիվ աշխատանք ցիս բնակավայրում, այնտեղ ունենալով երգի եւ գիտարի խմբակ։ Իսկ մենք շարունակում ենք հետևել Բարի առավոտ ծրագրին։ Բարի լույս Հայաստան։